Ողջույն բոլորիդ։ Խմորի համար անհրաժեշտ է 400 մլ կաթ, 1 ձու, 130 գրամ շաքարավազ, 100 մլ բուսայուղ, 1 պտղունց աղ, 1 ճաշի գթալ խմորիչ և 650-ից 700 գրամ ալյուր կամ 5 բաժակ 200 գրամանոց բաժակով ալյուր։ Ձուն կոտրում ենք ամանի մեջ, մի թեթև հարում, ավելացնում ենք գոլ կաթը, ավելացնում շաքարավազը, բուսայուղը, պտղունց աղը և խմորիչը։ Մի լավ խառնում ենք այս բաղադրիչներն իրար, հետո ավելացնում ենք մաղած ալյուրը։ Շատ հեշտ բաղադրատոմս եմ առաջարկում, հնարավոր չի որ չստացվի։ Կաթի գոլությունը շատ կարևոր չի, միայն թե սառը չլինի, մի թեթև գոլ, որպեսզի խմորիչը մեջը աշխատի, շատ տաք պետք չէ։ Շաքարավազի առումով ասեմ 400 մլ կաթի համար ընդամենը վերցրել եմ 3 մաս շաքարավազը։ Եթե բուլկու խմորի մեջ շաքարավազը չափից ավել է լինում, խմորը լինում է կպչուն, մքվում է և ծակոտիները շատ չեն լինում, խմորը լավ չի բարձրանում, դա ես իմ փորձից գիտեմ, դրա համար միշտ վերցնում եմ շաքարավազը կաթի 3 մասի չափով, եթե կվերցնեք 200 մլ կաթ, ապա ավելացրեք 70 գրամ շաքարավազ, հաշվեք այդպես։ Ամբողջ ալյուրը օգտագործեցի, կշռել էի 700 գրամ և այստեղ համատեղ ձեզ ցույց տվեցի նաև բաժակով լցնելը, 5 200 գրամանոց բաժակով ալյուր օգտագործեցի, այսինքն 1 բաժակ ալյուրը ինձ հաճախ հարցնում են հավասար չէ շաքարավազին, 1 բաժակ շաքարավազը կշռում է 200 գրամ, իսկ ալյուրը կշռում է 130-ից 140 գրամ, դա էլ կախված բլրակից։ Խմորը հունցելուց հետո, երբ արդեն հունցել վերջացրել եք, դե շատ էլ չենք հունցում, ավելացնում ենք 20-ից 30 գրամ փափուկ կարագ, ես միկրոալիքային վառարանում հալեցրել էի, ավելացնում ենք հունցում, դա օգնում է և բուլկիները շատ փափուկ ստացվելուն և տեսեք այսպես խմորը հավաքվելուն։ Թողնում ենք ամանի մեջ, ծածկում ենք ցելոֆանով, վրան սննդային սրբիչ ենք փռում և հետո ծածկում ենք մի փոքր հաստ ծածկոցով, որպեսզի խմորիչը աշխատի, փքվի և խմորը բարձրանա։ Ընդամենը 1 ժամ է անցել, տեսեք ինձ մոտ խմորը բարձրացել է 3-ից 4 անգամ, բավականին շատ բարձր է, թողել եմ, այսպես բարձրացել է, միգուցե տունը մի քիչ սառը լինի և ձեր մոտ խմորը բարձրանա 1.5 ժամում, չշտապեք, այստեղ բուլկիները թխելուց մեզ համբերություն է պետք, որպեսզի լինեն փքուն, փափուկ, փայլուն, գեղեցիկ, չէ որ այդ ամեն ինչը կախված է հենց բուլկու խմորի թթվելու հասունացման ընթացքի հետ։ 2 անգամ մեջ եմ տալիս, ինչպես տեսակ, հիմա արդեն դատարկում եմ սեղանին, որպեսզի աշխատեմ, գնդեմ և ավելացնեմ չամիչը։ Ես իմ ալիքում ունեմ էլի բուլկու տարբերակներ, լինքը կտեղադրեմ տեսանյութի ներքևում, այդ տարբերակներն էլ կնայեք, միգուցե այնտեղ մի փոքր տարբերություն լինի խմորի բաղադրիչների մեջ և գնդելու կամ ձևավորելու մեջ։ Շատ մեծ չափերի չեմ բաժանելու, մոտավորապես 70 գրամի չափ, որպեսզի տեղավորեն տապակի մեջ գնդերը, իրար կողք գնելուց հետո նրանք նորից պետք է հասունանան, բացի դա էլ ջեռոցում թխելուց կրկին նրանք մեծանում են թխվելու ընթացքում։ Ինչպես տեսակ, չամիչին ոչ ալյուր խառնեցի ու հենց այդպես էլ մեջ տվեցի խմորին։ Բնականաբար, եթե մի քիչ փոքր կտրեք, փոքր բուլկիներ կլինեն, բայց ես ուզեցի գեղեցիկ լինեն, մի քիչ խոշոր, նորմալ չափ, որ ուտեին երեխաները և ոչ փչություն կաներ, ոչ էլ կթափեին։
Եթե գնդելուց չամիչները դուրս կգան, կարող եք մատով սեղմել կամ նորից գնդել։ Վրա եմ դնում, մի քիչ մոտիկ կամ հեռու է լինում, նորից եմ վերցնում, քրմշտվում է յուղաթուղթը եւ այլն, դրա համար իրում եւ իրա համար առանց որևիցե բան ավելացնելու եմ թխելու 4-ից 5 հատ, պարզապես այսպես եմ ձևավորելու, որպեսզի տարբերվի այս բուլկին չամիչով բուլկիից։ Գործիքի օգնությամբ սեղմած ձևը տալիս ենք, ձևավորում ենք, փաթաթում, հետո նույն թղթի վրա էլ դնում եմ։ Մի թեթև ալուր ենք ցանում եւ աջ եւ ձախ կողմը, այսինքն տակուվերի երեսները ձևավորում եմ, շրջում եմ այդ խմորը, որպեսզի ձևավորած մասը ընկնի դրսի հատվածը եւ նախշերն ավելի պարզ երևա։ Ու փաթաթում եմ։ Ահա սրանք էլ այսպես տեսեք ինչքան փոքր են, հիմա բավականին մեծանալու են եւ տեղափոխեմ ջեռոց, զուգահեռ հաց եմ թխում, տեսեք իմ փամփլիկ, փափուկ, տնական հացերը, բույրը անուշ, մինչև հացերը կթխվեն կհասունանա նաեւ բուլկու խմորները գնդած։ Երեսին քսում ենք ձվի դեղնուց, ես դեղնուցին հիմա ավելացրեցի 1 ճաշի գթալի չափով կաթ։ Միշտ եղել են դեպքեր, երբ դատարկ դեղնուցն եմ քսել, խմորը հասունացել է, բայց թխվելու ընթացքում երեսը ձգվել է։ Միայն ձուն, ոնց որ չթողնի, որ երեսը թույլ բարձրանա։ Դրա համար դեղնուցին ավելացնում եմ կամ մի քիչ ջուր թուլացնելու համար, կամ կաթ, կամ մածուն, այս անգամ կաթ ավելացրեցի։ Հավասարաչափ տարածում ենք երեսին, այսպես չի երևում, որ հավասար եմ քսում, բայց հիմա մոտիկացնեմ երևի թե այդ ժամանակ կերևա, որ հավասարաչափ է քսվում։ Բավականին վառ գույն ունի, տնական ձու է, ահա տեսեք։ Ըստ ցանկության կարող եք քունջուտ ցանել վրան։ Էմուլիկս չի կողմնորոշվում ուտի, թե ցանի բուլկիների վրա քունջուտը պարտադիր պետք է օգներ, մի գունդ էլ ինքը ունի, ինքն է չամիչ լցրել մեջը, պետք է դնի, որ իմ պատրաստած բուլկիների հետ թխվի։ Նախորոք ջեռոցը տաքացրել եմ 250 աստիճանով եւ հիմա բուլկիները տեղափոխել եմ ջեռոցի մեջ, ինչպես տեսակ, փքվել էին, կպել իրար, թխվում են մոտավորապես մի 15 րոպե։ Թխվելուց հետո ահա տեսեք ինչքան գեղեցիկ գույն ունեն։ Լավ հասունացած, փքված, գեղեցիկ գույնով, փափուկ բուլկիներ են ստացվել։ Հիմա կսառի, մի հատն էլ կկտրեմ, կտեսնեք։ Երկուսն էլ թխվեցին, սիրելիներս։ Տեսեք, քունջութը երեսին ընդհանրապես գույնը չի փոխել, չի այրվել, 250 աստիճանի տակ գեղեցիկ գույնով հավասարաչափ կարմրել է։ Եթե մի քիչ ուժեղ լինի, հնարավոր է ջեռոցի ջերմությունը չթողնի, որ բուլկիները հանգիստ եւ փքվեն եւ կարմրեն։ Դրա համար 300 աստիճանի տակ չդնեք, նույնիսկ 220 կարելի է դնել ջերմաստիճանը, որ գեղեցիկ գույն ունենա եւ ջեռոցում էլ ազատ փքվեն իրենք։ Ահա սիրելիներս հրաշք բուլկիներ ստացվեցին, ինչպես տեսակ բարդ չէր թխելը, բաղադրիչները խառնել եմ, հունցել, թողել եմ հասունացել է, հետո անցել եմ թխման ընթացքին։ Տեսեք ինչպիսինն են։ Հիմա կտրեմ ներսն էլ տեսեք, մանր ծակոտիներով, բույրը անուշ, փափուկ, նուրբ բուլկիներ ստացվեցին։ Շնորհակալ եմ, որ նայեցիք, վստահեք եւ թխեք։